Firdus Prime Residence, Երևանի նոր կենտրոնը։ Բարի լույս, մեր շատ սիրելի հանդիսատես, ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք 3 ժամը 20:00-ին սկսեցինք մեր նստացույցը։ Պետք է տեղեկացնեմ, որ մենք վրաններ տեղադրեցինք այստեղ, ոստիկանությունը եկավ եւ մեզ արգելեց վրանների տեղադրումը։ Ամեն դեպքում մենք եկանք հայտարարի եւ հանեցինք այդ վրանները, որովհետեւ մեր նպատակը մեր ձայնը բարձրացնելն է, մեր ասելիքը տեղ հասցնելն է, այլ ոչ թե կոնֆլիկտների գնալը եւ այնպես անել, որ հանկարծ տեղի չունենա այդ ամենը։ Իսկ պատկան մարմինները եւ այլ մարդիկ ամեն ինչ պետք է անեն, որ խափանեն մեր խաղաղ ակցիան։ Մենք մնացինք էլի Գոյի թատրոնի դրան մոտ ենք, ճիշտ է դուրը փոխվել է, բայց դրան մոտ է մեր նստացույցը շարունակվում, ինչպես որ ասել ենք, մեր պահանջը հստակ ձևակերպված արդեն Գոյի թատրոնի էջում տեղադրված է։ Ինչ ենք մենք պահանջում։ Մենք պահանջում ենք ԿԳՄՍ նախարարությունից, որպեսզի ունենանք հրատապ միջանկյալ լուծում։ Եթե նախարարությունը կամ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը ասում են, բոլորն ասում են, որ գործը իրավապահների տիրույթում է, ճիշտ ասած մի տեսակ զարմանալի էր այդ խոսքը, որովհետև մինչ այսօր էլ, մինչ վերջին դեպքերի զարգացումը նորից գործը իրավապահների տիրույթում էր։ Մենք ասել ենք դեռ շատ վաղուց, որ եկեք սպասենք, տեսնենք ինչ է ասում դատարանը, բայց նրանք չէին սպասում։ Հիմա նույն բանն ենք ասում, պահանջը նույնն է, այսինքն ասելիքի մեջ, որ ունենանք միջանկյալ լուծում, մինչև դատարանը եւ մյուս պատկան մարմինները կտան հարցի վերջնական լուծումը, բայց մենք աշխատենք մինչև դա։ Մենք ԿԳՄՍ նախարարությունից ես հիմա սա մի քիչ այլ ձևակերպմամբ ասեցի, ավելի կոնկրետ ձևակերպումը արված է մեր Facebook-յան էջում։ ԿԳՄՍ նախարարությունից պահանջում ենք հրատապ միջանկյալ լուծում, վերսկսել Գոյի թատրոնի աշխատանքները, մինչև որ դատարանը կորոշի այս վեճի ելքը։ Ասենց ասեմ, մենք այսօր ունենք որոշակի անելիքներ, բացի նստացույցից, ընթացքի մասին կիրազեկենք ձեզ գործողությունների, անելիքների, մտահոգությունների, ինչու՞ չէ, կսպասենք արձագանքի, ճիշտ է, այսօր ուրբաթ օր է, այնուհետև շաբաթ կիրակի ոչ աշխատանքային օրեր են, ոչինչ մեզ համար հոգ չէ, ցուրտը սպասելը եւս 2 օր, բայց քանի որ մեզ համար շատ կարեւոր է հրատապության ռեժիմը, հուսանք այսօր որևէ ինչ որ արձագանք կունենանք, չունենալու դեպքում ոչինչ հոգ չէ, մենք եկող շաբաթ ինչ որ ակնկալիք գոնե ունենք, բայց մինչ եկող շաբաթվա սպասելիքը եւ արձագանքը ունենալը մենք ունենք բացի այսօրվանից շաբաթ եւ կիրակի օրերը եւս շատ լուրջ անելիքներ, որի մասին ձեզ կիրազեկենք։ Սա է ուզում ասել, շնորհակալություն ձեզ, կապի մեջ կլինենք, հա, լավ, օրվա ընթացքում նորից ուրիշ եթերով կմիանանք ձեզ եւ ասենք որոշակի տեղեկատվություն։ Շնորհակալություն, լավ եղեք, ովքեր աշխատանքի են, բարի աշխատանքային օր, խոսքով բոլորիդ լավ օր եմ մաղթում։